Ադրբեջանի նախագահի օգնական եւ այդ ադմինիստրացիայում զգալի ազդեցություն ունեցող Հիկմետ Հաջիևը հայտարարեց, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրին հասնելու համար Հայաստանը պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի եւ ուշադրությունը նաեւ նշեց, թե որ ձևաչափը, որով Հայաստանը պետք է իրականացնի սահմանադրության մեջ փոփոխություններ, դա Հայաստանի ներքին գործն է, այսինքն ադրբեջանական կողմը ստեյության իմ դիտարկմամբ փորձ է անում շտապեցնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս ստանձնել է պարտավորություններ, բայց մենք տեսանք, որ անգամ այս համատարած բռնություններով ուղեկցված եւ խայտառակ կեղծիքներով ուղեկցված ընտրությունների արդյունքում չեղավ սահմանադրական մեծամասնություն։ Եվ ադրբեջանական կողմը ես կարծում եմ, որ Փաշինյանին հիշեցնում է, որ դու պետք է շտապես, թե ոնց կանես, դա մեր խնդիրը չի։ Դե նախ առհասարակ Ադրբեջանից կախվածության թեման եւ Հայաստանը Ադրբեջանից կախվածության մեջ գցելու թեման մի փոքր լայնացնեմ, մինչեւ այս ձեր թեմային արդեն ամբողջությամբ անդրադառնալը կարող եմ հիշեցնել, որ մոտավորապես 8 ամիս առաջ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ Հայաստանը, Թուրքիա ու Ադրբեջանը պետք է իրենց էներգոհամակարգերը ինտեգրեն։ Այո։ Եվ դրանից հետո Փաշինյանը նույն բան է հայտարարել։ Հետո ասել են նաև լոգիստիկայի մասին։ Իսկ հետո մենք տեսել ենք նաև տելեկոմունիկացիաների մասին, այսինքն, այսպես ասած, ինտերնետի եւ այլն եւ այլն։ Եվ այսպեսով մենք տեսնում ենք գործնական քայլերը, որպեսզի Հայաստանը արդեն ֆիզիկական դրանց ճիրաների մեջ ընկնի եւ դրանցից արդեն ամբողջությամբ կախվածության մեջ ընկնի։ Հետո մենք տեսնում ենք ներքին քաղաքականության թելադրանքը։ Հերոսների պատկերները ջնջվում են փողոցներից, ով Ադրբեջանի դեմ արտահայտվում է, նրանց դեմ արդեն գործեր են հրահրվում եւ ավելին, ուրեմն ցուցահանդեսի ժամանակ ինչ որ աշակերտ ներկայացրել էր Տատիկ Պապիկի հուշարձանը, այո, դա անվում է ու ասում է ապապետական քայլ, այսինքն նրանց քաղաքականությունը պետությունը ապազգային դարձնելու դենացիֆիկացիա դե նացիոնալիզացիա ես կասեի, ապազգայնացում Հայաստանի։ Ապազգայնացում։ Այսինքն պետության ապազգայնացումը հասավ այն կետին, երբ ազգայինը հռչակումը հակապետական, ոչ թե ապապետական, այլ արդեն հակապետական, եւ հետեւաբար պետությունը դառնում է հակազգային։ Այսինքն այս պայծությամբ այս ռեժիմը հակազգային է, իհարկե դրանով արդեն ամեն ինչով եւ ստացվում է հետեւյալը։ Այսինքն ցանկացած ազգայինը, ցանկացած, հա, նաև ազգային ինստիտուտները անունը փոխել են եւ դարձրել են պետական, հա, կամ հանրային, կամ հա, որպեսզի ազգային բառը չլինի։ Եվ այսպիսով պետության ապազգայնացումն է տեղի ունենում, ասում են պետությունը արժեքը, պետությունը չի կարող արժեք լինել։ Պետությունը ինստիտուտ է, դա կամովի ինստիտուտ է, որը մարդիկ ստեղծում են։ Ազգը դա հավիտենական բան է։ Դա ժողովուրդն է, մշակույթն է եւ այլն։ Նրանք փորձում են դա շեղել եւ որպես հայրենասիրություն դա ներկայացնել։ Դա հիմարություն է, սրա համար ոչ մեկը չի պատերազմելու եւ տեսնում ենք այդ քաղաքականության արդյունքները։ Հիմա ինչ վերաբերվում է առհասարակ արդեն այս բուն հարցը կներեք հիշեցնեք սահմանադրության մասով։ Հա, սահմանադրության։ Դե ուրեմն հետեւյալն է, քանի որ արդեն Փաշինյանը վերահաստատել է նորից իր իշխանությունը ընտրություններից հետո եւ արդեն ամրապնդել է եւ արդեն քաղաքական դաշտում հստակեցնում է իր դիրքերը, պարզ է, որ իր մոտ բոլորը սկսել են գալ եւ ասել, ահա մինչեւ այդ ինչ անում էր, պետք է հիմա արագացված անես։ Սահմանադրության փոփոխության հետ կապված, թեև Հաջիևը ասեց մի կողմից, որ Հայաստանից է կախված, թե ինչպես, այսպես ասած, չեղարկելու է անկախության հռչակագիրը, ապա ես կարող եմ հիշեցնել նախ, որ Սահմանադրական դատարանը դա արդեն արել է 1.5 տարի առաջ, նրանք ճանաչել են հնացած այս եզրույթը, այո, այս դրույթը, եւ այսպիսով, եթե դա է իրենց խնդիրը, դա արդեն կատարված է Փաշինյանի կողմից, բայց նրանք ուզում են դնել հենց Սահմանադրության փոփոխությունը, ինչու, նախ գիտակցելով, որ դա շատ դժվար է Փաշինյանի համար անել, պարզ է, որ խորհրդանում չունի Սահմանադրական մեծամասնություն, ինչա՞, կազուսպելի են ուզում ստանալ։ Նախ չի բացառի միանշանակ, որ դա է նպատակը, երկրորդը առնվազն, որ ունենան միշտ
միշտ ոնց որ թույլտվություն կամ հնարավորություն չստորագրելու խաղաղության պայմանագիրը ու երրորդը միշտ ունենան ինչ որ նորից լրացուցիչ բանակցային գործիքներ։ Երբ որ Փաշինյանը ամեն ինչին համաձայնվում է, նա բանակցային գործիքներից հրաժարվում է, հա, օրինակ ինքը փոխարինել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմային Արցախի թեման, Արցախի թեման փակում է ուժով, իսկ Արևմտյան Ադրբեջանի թեման չի փակում, հա։ Այսպիսով Փաշինյանը ոչ թե քարտը, այլ ջոկերը գցում է, իսկ Ալիևը նույնիսկ իր 6 կոզիրը պահում է։ Եվ եթե Հայաստանը առանց որևէ ոնց որ քարտից մնա, պարզ է, որ Ադրբեջանը գերակայություն ունենալու դիվանագիտական, դա արդեն փաստ է, բայց ինչա տեղի ունենում հաջորդիվ, ինքը զարգացնում է իր բանակցային դիրքը։ Եվ սահմանադրության պահանջարկը հենց սա է, իրանք բանակցային դիրք են ստեղծում իդեպ ոչնչից, որովհետև սահմանադրության թեման ընդհանրապես սկզբից չկար։ Բայց եւս մի կարևոր հանգամանք, եթե Հայաստանը Ադրբեջանի թելադրանքով իսկ հիմա այդ թելադրանքը ակնհայտ է, ընդունում է սահմանադրություն, այսինքն Հայաստանը ավելի պաշտոնական արդեն կարող ենք համարել կապիտուլացված, ստորացված պետություն է, որովհետև եթե հաղթողը թշնամին, դարավոր թշնամին տվյալ դեպքում, հա, ստիպում է քեզ սահմանադրություն գրել իր թելադրանքով, նույնիսկ եթե այդ սահմանադրության մեջ մի տառը փոխվի, ապա սիմվոլիկ դա արդեն կապիտուլացված սահմանադրություն է։ Ու այնքանով որքանով քո ներքաղաքական կյանքի վրա ազդեցության ֆորմա է ստացվում։ Այո, ու շատ կարևորը, մի վարքյան, շատ կարևորը այն, որ Ադրբեջանը նաև ուզում է պահանջել Հայաստանից ցանկացած այսպես կոչված հակաադրբեջանական կարծիքը լրացնել եւ կամ դա համարել հակապետական եւ դա հնչեցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ավելին մենք տեսնում ենք դա իրագործվում է։ Դրա դրույթները արդեն կան Վաշինգտոնյան արձանագրությունների կետերում, խաղաղության պայմանագրի կետերում։ Բայց դա արդեն նախաստորագրված։ Դեռ ոչ մի բան վերջնական ստորագրում չի ունեցել, բայց արդեն դա գործում է։ 4 եւ 5-րդ կետերը փաստացի գործում։ Եվ մեկ պատմական օրինակ բերեմ այս սահմանադրության մասով, հա, որ հաղթող կողմը երբ ստիպում է դիմացինին փոխել սահմանադրություն, դա արդեն կապիտուլյացիոն սահմանադրություն է։ Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում, երբ Միացյալ Նահանգները հաղթեցին Ճապոնիային, Դուգլաս Մակարտուրն էր Ճապոնիայի նոր սահմանադրությունը գրել։ Այո, եւ Ճապոնիան վերածվեց այն բանին, ինչ վերածվեց, ինչ եղել է Ճապոնիան 44 թվականին եւ ինչ դարավ արդեն 47 թվականին, սաղս լավ գիտենք, ովքեր թեմայի մեջ են, դա ուզում ենք խաղաղության պարտադրման Վերսայլյան մոդելով ըստ էության։ Այո, եւ հետաքրքիր է նաեւ այն, որ խաղաղության պահանջը գալիս է միայն հայկական կողմին։ Իդեպ այդ այսպես կոչված դիվանագիտական կոնստրուկցիան ձևավորվել է դեռ 90-ականների սկզբից, որովհետև այդ թվում նաև արևմուտքում նայեցին հետևյալ կերպ։ Հիմա մեզ պետք է որ այսպես կոչված խաղաղությունը ստեղ հաստատվի, ում հաշվին կարևոր չի, բայց պետք է որ հաստատվի։ Հիմա մենք կարանք Թուրքիային ստիպենք, շատ դժվար է։ Հայաստանին կարանք ստիպենք, շատ ավելի հեշտ։ Այսպիսով եկեք թույլին ճնշենք, դա մշտական ձևաչափ է։ Մենք էլ ամենամեծ խնդրեմը եղել է այն, որ մենք համաձայնվեցինք այդ թույլի դերին եւ միշտ բանակցել ենք այս տեսանկյունից, շատ կարևոր է։ Եվ այսպիսով հետևանքը դարձել է այն, որ մենք ընդունել ենք, որ դե բա ինչ անենք, խաղաղության համար սա է պետք։ Իսկ իրականում մենք ինչքան այս պայմաններին գնում ենք, այնքան հեռանում ենք երկարատև խաղաղությունից։